Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Երեք ընկերներից մեկը զրուցում էի։ Գիտես, ասեց ոնց խոսամ Աստծո հետ իրականում, չգիտեմ։ Շատերը իրականում վախում են, թե Աստծուն կորցրել են, թե չէ։ Բայց Աստվածաշնչում մի քանի տեղ նշված է, որ երբեք Աստված չի թողի, Աստված հավատարիմ է։ Պողոսի թղթերի մեջ ասում է, եթե մենք էլ հավատարիմ չլինենք, Աստված հավատարիմ է։ Մի այլ տեղ էլ գրած է մարգարեների մեջ ասում է, եթե անգամ ձեր մայրը ձեզ թողի, ասում է, ես ձեզ չեմ թողի։ Ու գիտես, դա մենակ Իսրայելին չի վերաբերվում։ Դա վերաբերվում է նրանց, ովքեր որ իրանն են։ Հա։ Ու մի այլ տեղ էլ գրած ասում է, նրանք ովքեր ասում է ընդունեցին Քրիստոսին, ասում է ոչ մարմնի կամքից, ոչ մարդու կամքից, ոչ էլ չգիտեմ, ինչ որ ուրիշ բանից ծնվեցին, այլ Աստծուց ծնվեցին։ Աստծուց ծնվածները Աստծունն են, ընկերներ։ Աստված իրաններին չի թողում։ Գիտես, ու երեք այդ մեր ընկերոջ հետ որ խոսում էի, ասում եմ, գիտես, ասում եմ, Աստված ռեալ է։ Երբ որ մտնես քո սենյակ, դուռդ փակես, խոսա Աստծո հետ, կիսվի, սիրտդ բացի, թափի Աստծո առաջ։ Ու գիտես, հետաքրքիր է նա, որ ասում է, մեկը Աստված սաղ գիտի։ Շատ կարևոր է այս նյուանսը, ընկերներ։ Իհարկե Աստված գիտի, որովհետև մի քանի տեղ էլ գրած է, որ Աստված միջև երիկամունքները, միջև ոսկորների բաժանվել են, ամենախորք տեղերը իրականում Աստված գիտի։ Քնող Աստված, սիրտ ու երիկամունքներ քնող Աստված է։ Բայց արդյոք դու կբացես դա իր առաջ։ Գիտես, շատ ժամանակ ամենածածուկ սենյակը ես մտածում եմ դա մեր միտքն է, որովհետև հնարավոր է մի բան խոսած չասես եւ այլն, բայց ոչ ոք չգիտի թե ինչ դու կարաս մտածես, բայց միակը որ կարա իմանա որ դու ինչ ես մտածում դա Աստված է, իսկ Աստվածը սպասում է, գիտի դու ինչ ես մտածում, բայց սպասում է, արդյոք դու էդի կբացես իր առաջ կդնես թե չէ։ Սրտով մաքուր լինելը շատ կարևոր է, ընկերներ։ Ձեր սրտի մեջ եթե չար կա ամեն դեպքում կարաք էլի կիսվեք Աստծո հետ, բացեք, խոսակ, խնդրեք որ մաքրի Աստված։ Միտեղ է Դավիթն ասում է նոր սիրտ ստեղծի ինձանում։ Իրականում այդ աղոթքը որ Դավիթն անում է դուք էլ կարաք անեք։ Եթե Դավիթը կամենում է նոր սիրտ ունենա, որ չարը չլինի իր սրտի մեջ, միթե մենք չենք կարող խնդրենք։ Միթե Աստված հավատարիմ ու անաչառ Աստված չի, որ եթե Դավիթին լսում էր, մեզ էլ լսի, ընկերներ։ Դրա համար եմ ասում։ Մի նայեք, մեղքեր ունեք, մեղավոր եք եւ այլն։ Այդ ցուցամոլությունը իրականում ճիշտ է, ընկերներ։ Այդ եկեղեցիներում այդպես փառավոր նկարներ գցելը, որ դուք պատարակի եք, ապաշխարեցիք, մոմը վառեցիք, դա փրկություն չի, ընկերներ։ Իրականում դուք դրանից բարձր չունեք։ Բայց Քրիստոսն ասում է, որ աղոթք եք անում, մտեք ձեր սենյակ, ասում է, ու դուռը փակեք, ու ասում է աղոթք արեք, ու ասում է Աստված որ ծածուկում տեսնում է, հայտնապես ասում է ձեզ կհատուցանի։ Ընկերներ, պետք է հավատաք, որ Աստված ծածուկում տեսնում է, ընկերներ։ Եթե չհավատաք, իմաստ չունի աստվածապաշտությունը, ընկերներ։ Աստծուն հավատքով պետք է մոտենաս, որովհետև հավատքն է, որ արդարությունը համարվում, ընկերներ։ Ուրիշ ոչ մի բան։ Հավատում ես, որ Քրիստոսով փրկված ես։ Նորից ուղիղ ասում եմ, ընկերներ, թափեք ձեր սրտերը։ Մի պահեք, եթե դաժե ձեր ընկերոջ դեմ իրականում բան ունեք, որ ուզում եք խոսակ, եթե գաք իմ հետ խոսակ այդ, բամբազանք է դա լինել, ընկերներ։ Եթե քո եղբոր կամ աղբոր կամ քրոջ կամ մոր դեմ ինչ որ բան ունես, գասի մեծ խոսաս, ինչքան էլ ուզում ա քրիստոնյալն եմ, դա բամբազանք է համարվել։ Բայց եթե դու Աստծո հետ ես խոսում, կիսվում ես Աստծո հետ, դա բամբազանք չի, ընկերներ։ Աստված մեկն է, որ լսում է ու իրականում փորձում է, թե կամ քեզ փոխի կամ քո աղբոր փոխի դեպի լավը, դեպի բարին, ընկերներ։ Սրանով է ուզում այսօր կիսվի։ Ընկերներ, հավատացեք Աստծուն, որ Աստված կենթանի է։ Այս վիդեոն որ դուք նայում եք ու ինձ տեսնում եք իրականում մեքենայի մեջ նստած, Աստված էլ ավելի ռեալ է, քան դուք տեսնում եք ինձ։ Ուղիղ ձեզ ասում եմ, պատկերացրեք պրոստը պետք է հավատաք դրան։ Աստվածը երկնքից նայում է, ասում է կգտնեմ այդպես մեկի, որ իրականում հավատում է։ Ու իրականում շատ տեղեր կա, որ ասում է մեկն էլ չկա։ Բայց ընկերներ, փորձեք այդ մեկը լինեք։ Փորձեք այդ մեկը լինեք, որ հավատաք Աստծուն, որովհետև հավատքով եք հաճեցնում Աստծուն, ընկերներ։ Ոչ թե ձեր գործերով, այլ հավատքով։ Հավատքն է փրկություն համարվում, ընկերներ։ Հավատքն է մեղքերի ներում համարվում, ընկերներ։ Ասում է իրանց հավատքը տեսնելով ասես քո մեղքերը քեզ ներված ձեր հավատքն է, պետք է Աստծուն հաճեցնի, ընկերներ։ Պրոստը հավատացեք, մի վստահեք ձեր գիտակցությանն ու հասկացողությանը, մի վստահեք, Աստծուն վստահեք, ընկերներ։ Այն խոսքը որ գրած է Աստվածաշնչում դրան վստահեք։ Սրանով է այսօր ուզում կիսվել, ասենց իրականում կար։ Մտեք ձեր սենյակ, խոսացեք Աստծո հետ, կիսվեք Աստծո հետ, չգիտեմ ուրախացեք, խնդացեք, պատմեք, չգիտեմ ինչ կուզես, քո ծածուկ սենյակն է, որ այնտեղ դու ես ու քո Աստված։ Դա Քրիստոսն ասել, դա ես չեմ ասել։ Դրա համար ընկերներ նորից ասում եմ, գնացեք ու ձեր սրտները թափեք, ձեր սրտները մաքրեք իրականում Աստծո առաջ։ Աստված էլ հավատարիմ է, որ իր ժամանակին իր պատասխանները տա, դուք էլ ուշադիր եղեք, որ լսեք ու հասկանաք, որ դա Աստված է։ Սրանով է ուզում կիսվել, ընկերներ։ Օրհնում եմ ձեզ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։